Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3 ժամ մամուլի ասուլիսի ընթացքում հասցրեց պատասխանել ավելի քան 2 տասնյակ հարցի։ Ասուլիսում գերիշխող էր հայ-ադրբեջանական նախաստորագրված հռչակագրի կարմիր թելով անցնող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը, որի վտանգավորության եւ կարեւորության մասին խոսելիս երկար պատասխաններ էր տալիս նախագահը։ Մեկ բացառություն Ադրբեջան-Թուրքիա։ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները ենթադրվող միջանցքը իսկապես էական նշանակություն ունի եւ այդ նշանակությունը ունի մի քանի բաղադրիչ որպես թուրքական պրոյեկտ, ասենց Տուրանի պրոյեկտ եւ ինքը իսկապես կարող է ունենալ եւ ունի տրանզիտային ներուժ եւ եւս մեկ հանգամանք յուրաքանչյուր տրանսպորտային միջանցք դա նաեւ աշխարհաքաղաքական ներուժ է այդ երկրի համար աշխարհաքաղաքական գործոն եւ ինչ ենք մենք տեսնում Հայաստանի տարածքի միայն այն մասը որը ունի տրանզիտային ներուժ տրվում է Միացյալ Նահանգների երկարատև պայմանագրով կառավարման հասկանում եք տրվում է Միացյալ Նահանգների միայն այն հատվածը Հայաստանի Հանրապետության որը ունի իր մեջ տրանզիտային ներուժ նաև աշխարհաքաղաքական կշիռ հասկանալի է այս հատվածը հիմա շարունակենք Ինչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ այս Տրամպի ճանապարհից։ Սա է։ Եվ ինչն է մեր շահը այստեղ։ Ինչը կարող է լինել մեր շահը։ Առաջինը, եթե Երասխ, Ջուլֆա, Իրան երկաթուղին սկսի աշխատել։ Մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ։ Եվ եթե երկաթուղի կապը նաև դեպի Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով։ Այդ երկու գործոնն են միայն հետաքրքիր Հայաստանի Հանրապետության համար։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ եւ վտանգավոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստան դաշինքի առաջնորդի խոսքով այս պահին երկու քաղաքական ընդդիմադիր ուժ կա, որ կմտնի խորհրդարան։ Մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը։ Քոչարյանը նաև հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի թե ինչ ձևաչափով է։ Հայաստան դաշինքը մասնակցելու 2026 թվականի ընտրություններին, այդ մասին քննարկում չի եղել, որոշումը կլինի հունվար փետրվար ամիսներին։ Ով է գլխավորելու ցուցակը կախված է ով կունենա առավելագույն շանսերը սոցիոլոգիական հարցմամբ նշել է Քոչարյանը։ Այսօրվա սոցիոլոգիան ասում է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանսեր գրեթե չունի։ Կարող է բան փոխվել, կարող է։ Եթե բնակչության մի մեծ մասը այդ դատարկ թղթին խաղաղության մասին, օրինակ, սկսի հավատալ։ Մեր գործը նա է, որ դա թույլ չտալ։ Եվ դրանով ակտիվ զբաղված է։ Եվ ես, եւ մեր թիմը, եւ ես տեսնում եմ նաեւ բավական ակտիվ մյուս դաշտի մեջ ակտիվ ընդդիմադիրները զբաղվում են, նաեւ փոքր կուսակցությունների ներկայացուցիչները։ Ես ասեմ, բավական լավ հետաքրքիր հարցազրույցներ բան տալիս են։ Մենք պետք է փորձենք փոխել։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն իր թիմն ու Սամվել Կարապետյանի ձևավորած թիմը, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ ժամանակ չի ունեցել դիտելու ասուլիսը։ Դրա համար չի կարող որևէ կարծիք հայտնել, իսկ եթե Փաշինյանի իմպիչմենթը չհաջողվի, արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի 26-ի ընտրություններին։ Առաջ դեռևս չեմ ուզում եզրակացություններ անել,
Բայց մենք ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու։ Դուք ամեն դեպքում դեն եք մասնակցելու, միշտ նախընտրել եք դեպքում։ Նիկոլ Փաշինյանը Արցախյան պարզ ներկայացրեց Ալմաթայի հռչակագրին հողում է կատարում, ասում է 91 թվականից այս հարցը լուծված էր։ Այ ձեր բանակցային գործընթացում առհասարակ Ալմաթայի հռչակագիրը ինչ դերակատարություն է ունեցել, երբ ինչ այդքան պարզ էր։ Զրոյական։ Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել։ Բա որ այն ժամանակից ամեն ինչը որոշված էր։ Բա ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել։ Ինչու համանախագահները, 3 համանախագահները 5 անգամ հայտարարել են, թե ինչպես գործընթացը կլինի։ Բա որ լուծված էր։ Լավ, մենք շահագրգիռ ենք բանակցությունների մասնակցելու։ Ադրբեջանական կողմը ինչ էր գալիս մասնակցել։ Այսօր էլ գրառներ Արցախի պաշտպանության բանակի նախկին իրավանտար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Այս մասին Բաբայանը հայտնել է Civilnet-ի հետ զրույցում, չբացառելով, որ Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Բաբայանը նշել է, որ համատեղ կաջակցեն հայրենիք կուսակցության առաջադրած թեկնածուին բանաստեղծ հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։ Էջմիածնի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ նրա, այս ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն հասկանալու 26-ի խորհրդարանի ընտրություններին իրենց հաստատության ձևաչափը։ Բաբայանը հաստատել է, որ ինքը չի հավակնում վարչապետի թեկնածուի դերին, նշելով, որ կարող է դիրքավորվել 2-րդ, 3-րդ, 4-րդ պլանում հանուն ազգային միասնության։ Հարցին թե արդյոք Վանեցյանը կարող է լինել իրենց վարչապետի թեկնածու, նա պատասխանել է՝ կարող է եւ Արթուր Վանեցյանը լինի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է Զանգեզուրի միջանցք արտահայտության կիրառման խնդիրը, ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստանը ըստ Բաղդասարյանի վերահաստատումը, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին, նա հավելել է Հայաստանում իրականացվում են մեն, թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերը, ինչը ըստ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։ Ադրբեջանի նախագահն այսօր եւս կիրառել է այս տերմինը, ասելով, որ Զանգեզուրի միջանցքի բացումը Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր։ Թուրքիան հարավային Կովկասում ծավալվող գործընթացներում ոչ թե դիտորդի դերակատարություն է որդեգրել, այլ ակտիվորեն աջակցում է խաղաղության հաստատման ուղղված ջանքերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ադրբեջանական Գաբալա քաղաքում մեկնարկած թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Էրդողանն ասել է. Անկարան հույս ունի, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչումը կշարունակվի։ 2 ամիս առաջ Վաշինգտոնի Սպիտակ տանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի, հայտարարում է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևի խոսքով Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրան կից կառույցների փակման վերաբերյալ համատեղ կոչի համաձայն անցյալի հակամարտության այս մնացորդները նույնպես վերացվել են ԵԱՀԿ սեպտեմբերի 1-ի որոշմամբ։ 44-օրյա պատերազմում մանհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամսով, նրան ձերբակալել են հոկտեմբերի 6-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ խուլիգանության մեղադրանքով։ Իշխանությունը 1 ամսյա կալանքի տարավ Արսեն Ղուկասյանին, մի մարդու, ով իր բազմաթիվ բախտակիցների հետ պայքարում է 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած անձանց իրավունքների եւ ճակատագրի պարզման ուղղությամբ։ Այս մարդկանց 5 տարի է իշխանությունը փորձում է մոլորեցնել, ստել հավաստիացնելով, թե աշխատում են, ճշտում են, սակայն իրականում սրա տակ մեծ բլեֆ է։ Առնվազն 5 ծնող գիտեմ, որոնց իշխանությունը բանտի դուռ է հասցրել միայն այն բանի համար, որ նրանք հաստատակամ են, պահանջատեր են ու հետևողական եւ պայքարում են հանուն արդարության ու ճշմարտության։ Երկրի համար ճակատագրական պահին զենք վերցրած ու ճակատ մեկնած մարդիկ արժանի են ամենաբարձր հարգանքին։ Սակայն ի հեճուկս դրան իշխող ռեժիմը ճիշտ հակառակն է վարվում, նսեմացնում է նրանց դերը, իսկ ընտանիքի անդամներին, մերձավորներին հետապնդման ենթարկում։ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի մահվանից հետո Փարաքարի ավականին հոկտեմբերի 7-ին արտահերտ նիստում նոր համայնքապետ ընտրեց։ Փարաքարի ավականում 3 խմբակցությունները թեկնածու չառաջադրեցին։ Միակ թեկնածուն Միասնություն դաշինքը ներկայացնող Օնիկա Խվերդյանն է։ Ավականու նիստը մեկնարկեց 1 րոպե լռությամբ ի հիշատակ սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին։ Երկու խմբակցություններ չէին ներկայացել, ձեզ կհաջողվի հանգուցալուծել այս իրավիճակը, այս լարվածությունը։ Եթե կասկածեի, չէ, այս գործը վերցնեի, թե ինչպես։ Իսկ վստահ եք, որ հաջողվելու։ Առաջին քայլով ինչ պետք է որ իրականեք։
ժամանակը ցույց կտա ընթացիկ։ Նախվերդյան այսօր ԿՊ-ն եւ որքան նկատեցի նաեւ ազգային առաջընթացը նիստերին չէին մասնակցել, սա դուք համարում եք բոյկոտ, ինչով եք պայմանավորում նրանց ներկա չլինելը։ Ուղղակի տենց է թե ճիշտ տենց են արել, ցույց մեկ է ոչ չունեմ։ Այսինքն բոյկոտ չեք ընկալում։ Ուղղակի քանի որ պարզ էր որ ընտրվելու է։ Երևի չեմ ուզեց մասնակցել։ Բանախվերն ինչ ծեծ կրտուկ է եղել երեք։ Տեղյակ չի։ Չէ, այսինքն ինչպես թե տեղյակ չեք, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմա է, դուք էլ ընտրվել եք այստեղի համայնքապետ, մի քանի օր առաջ ընդամենը այստեղ սպանություններ եղան Մերձավանում, առհասարակ այս մարզում։ Մամուլը գրում է, որ Վալուդյա Գրիգորյանի եւ Ախտոյանի թիմակիցների միջև ծեծկրտուկ է եղել։ Կոնկրետ մամուլը դուք եք հենց ճիշտ կնի իրավաբան մարմիններից է, սա ճիշտ է, այդ տեղեկությունները ստակ հիմա համայնքում ինչու հնարավոր չի լինում հանգուցալուծել եւ ձեր կարծիքով իրավաբանները պատշաճ իրականացնում են իրենց գործառույթը եւ դա իրականացնեն հնարավոր կլիներ խուսափել ողբերգական միջադեպից։ Երևի դուք ձեր տված հարցին պատասխանեցիք էլի։ Նախվերդյան դուք որպես ընտրված համայնքապետ ինչ քայլեր եք ձեռնարկելու լարվածությունը վերացնելու համար, ամեն դեպքում վերջին շրջանում այստեղ գրեթե ամեն օր լարված է։ Ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Ուղղակի այդ հարցերը ինձ պետքա չտակ, դուք իրավաբան մարմիններին պետքա։ Բայց դուք ձեր քայլերը որպես շատ ներողություն։ Այսօր ընտրեցիք համայնքապետ, որպես համայնքապետ Դե բնականաբար։ Գոնե իրենց ուղղորդեք, չգիտեմ, ասեք այս հատվածում լարված, այս հատվածում չէ, համագործակցեք, հա, իրավաբանների հետ։ Անպայման։ Երեք գիշեր կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր Գրիգոր Օհանյանի գերեզմանակարը ոստիկանների օպերատիվ տվյալներով պարզվել է վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև։ Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները։ Կա 5 ձեռքբակալված ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաքննական մարմին հաղորդում է ներկայացվել նաև Շիրմաքարի վնասման դեպքի առաջությամբ։ Ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է հստակ իրավական արձագանք, նշում են ներքին գործերի նախարարությունից։ Ատոմէլեկտրական մեքենայի առաջին ներդրողներից մեկը Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ռուսական ատոմէլեկտրական մեքենայի նախագծից եւ այդպիսով դադարեցրել է ավտոբիզնեսում ակտիվներ ունենալը։ Նրա բաժնեմասը կարող է բաշխվել այլ համասեփականատերերի միջև, այդ թվում Կամազի գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլկոգինի կամ վաճառվել նոր ներդրողի։